բարեկամներ, եթերում նոր տարն է։ Այսօր ձեզ հրավիրում եմ կարևոր մի խոսակցության, որ վերաբերում է Հայաստանի ապագային։ Իսկ երկրի ապագան նախ եւ առաջ նրա երիտասարդությունն է։ Մենք պիտի ամեն օր մտածենք երիտասարդ սերնդի մասին, ոչ միայն երեխաների պաշտպանության օրվա առթիվ, տարվա յուրաքանչյուր օրը պիտի լինի յուրօրինակ հաշվետվություն, ինչ են կարել մեր երիտասարդների համար, որովհետև ակնհայտ է, ինչպիսի սերունդ այսօր կպատրաստենք, այդպիսի ապագա մեր երկրի համար կունենանք վաղը։ Իմ հյուրը Արզիկ Մխիթարյանն է, Արցախից, Արցախի համալսարանի պրոֆեսոր, Արցախի ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, գիտության վաստակավոր գործիչ։ Տիկին Մխիթարյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, որովհետև մենք շատ կարևոր հարց ենք քննարկելու։ Գիտեք, մեր երիտասարդների դաստիարակության մասին խոսել ենք ու խոսում ենք։ Խոսում ենք այն մասին, որ երեխաներին պետք է վերահսկել, կարգավորել նրանց հույզերը, զգացումները, յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր երիտասարդ պիտի պատասխանատվություն ստանձնի իր արարքների համար։ Մենք մեր երեխաներին պիտի սովորեցնենք կարեկցել, օգնել թույլերին, որը շատ բնական եւ մեր ազգային նկարագրին շատ հարիր է, պիտի սովորեցնենք շնորհակալ լինել, նրանք կարողանան շնորհակալության զգացում ունենալ իրենց արված բարիքի համար, վարքագծի կանոններ պիտի սովորեցնենք, ծանոթացնենք ազգային արժեքներին, սահմանենք ընտանեկան արժեքներ, ավելի շատ ժամանակ անցկացնենք մեր երեխաների հետ։ Այս ամեն ինչը մենք գիտենք, բայց սա տեսականորեն, իսկ ձեր կարծիքով գործնականորեն ինչից պիտի սկսենք, խնդրեմ։ Պարոն Ափինյան, նախ շնորհակալ եմ հրավերի համար, շատ զգացված եմ, շատ մեծ պատիվ է ձեզ հետ լինելու ստուդիայում։ Իրոք այսօր օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհավորել մեր երեխաներին, համայն աշխարհի երեխաներին, հայ երեխաներին եւ մասնավորապես նաեւ Արցախի երեխաներին, որոնք ինչ որ միտեղ զրկվեցին իրենց հենց հողի վրա տոնելու այս գեղեցիկ տոնը։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ կգա ժամանակը, որ մենք կամբողջանանք եւ մեր երիտասարդության ճակատագիրը մենք կտնօրինենք, որովհետեւ իրոք եթե մեր մտավորականության մեջ կան այնպիսի անհատներ, որոնք մտահոգ են երկրի ճակատագրով, դուք հազար անգամ ճշմարիտ եք, երբ ասում եք, որ երկրի ապագան դա երիտասարդությունն է, երկրի ապագան դա մեր երեխաներն են, այսօր փոքրիկներ են, բայց վաղը լինելու են իրոք մեր այն սերունդը, որ պետք է երկիր պահպանի, պետք է սահման պահպանի, պետք է երկիր կառուցի, պետություն պահպանի։ Այս առումով իհարկե ձեր մտահոգությունները, որ մեր երիտասարդությունը ինչ որ միտեղ կարծես թե ունի դեֆորմացված փոքր-ինչ պահվածք, դա մտահոգում է մտավորականներին։ Եվ ես իբրև հոգեբանի եւս շատ վաղուց ունեմ այդ մտահոգությունները, առավել եւս դա զարմանք չէ, որ գիտության տեխնիկայի զարգացումը բերում է նաեւ որոշակի խախտումներ, դեֆորմացիաներ, որոնք բնական են, հասարակությունը ապրում է զարգացում, նոր սերունդը ապրում է նոր իրողության մեջ, հայրեր որդիներ հակասությունը միշտ էլ կա, միշտ էլ մեծերս ինչ որ միտեղ համամիտ չենք այս երիտասարդության ապրելակերպին, կացութաձևին, ինչպես են նրանք մտածում, բայց այնուամենայնիվ կան դասական վերաբերմունքը մեր ազգային հասարակական ձևավորված մեր դասական վերաբերմունքը, թե ինչպիսին է պետք է լինի հայ երիտասարդը։ Իսկ հայ երիտասարդության սկիզբը դա մանկությունն է։ Մենք բոլորս գալիս ենք մանկությունից եւ բոլորս ապրել ենք մեր մանկության այն գեղեցիկ պահերը, որոնք հիմք են դարձել մեր ապագայի համար։ Իհարկե, կյանքում լինում են դեպքեր, երբ մանկությունը գեղեցկանցնում է, բայց հանկարծ երիտասարդը խաթարվում է կյանքում եւ չի ունենում այն տեղն ու դերը, ինչ անհրաժեշտ է լինում։ Եվ հակառակը բավականին ոչ նորմալ, ոչ բարենպաստ պայմաններում ապրած երեխան հանկարծ ու տեսնում ես երիտասարդության տարիներին բացվում է նոր կողմերից, դառնում է արժանավոր, ես միշտ էլ սիրել եմ նշել դա, որ
իմ 4 որդիները զինվորականներ են, Արցախյան պատերազմի զինվորագրված զինվորականներ, որոնցից մեկը մարտական խաչ առաջին աստիճան իշխանանշանով, ասել է, թե 4-ն էլ հերոսական կեցվածք են ցույց տվել։ Սակայն ես նրանց ընկերներին դիտարկելով ես տեսել եմ, որ միշտ չէ, որ գերազանցիկներն են գնում ռազմի դաշտ, միշտ չէ, որ կատարյալ ընդունակությունների դեր մարդիկ են լինում հայրենասերներ։ Այս նշանակում է, որ մանկությունը ունի հիմքեր, ինչ դաստիարակություն է ստացել, ինչ ընտանիքում է մեծացել, ինչ ընտանիքում է ձևավորվել, ինչպեսին է եղել նրանց ծնողները, ինչ վերաբերմունք են ունեցել հայրենիքի նկատմամբ, որից եւ ձևավորվում է երիտասարդի կերպը։ Շատ շնորհակալ եմ։ Մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում իբր լրացում ձեր խոսքին, որ բոլոր դիտողությունների հետ համամիտ եմ։ Գիտեք, ընտանիքը ամենակարևոր դերն ունի անհատի ձևավորման հարցում, բայց նաև մշակութային իրավիճակը, երկրի ընդհանուր ուղղվածությունը շատ կարևոր է։ Ես չեմ տեսնում մեզանում անհրաժեշտ պատշաճ վերաբերմունք մեր մշակութային արժեքների նկատմամբ։ Մեկ օրինակ բերեմ, մենք անշուշտ բարձր արժեքների տեր կրող ժողովուրդ ունենք ու լավ երկիր ունենք, բայց եսեք համեմատության համար ասեմ, ամերիկացի գրող Բիչեսթոուի Թերի Թոմասի տնակը վեպը հրատարակվել է 1852 թվականին։ Հայերեն թարգմանել է իմ պաշտելի գրող Ստեփան Զորյանը 1929 թվականին տպագրվել է այս վիպակը։ 1962 թվականին Մեն նահանգի Բրանսուիկ քաղաքում գտնող այն տունը, որտեղ հեղինակը գրել է այս նշանավոր վեպը, ընդգրկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային պատմական հուշարձանների ցանկում։ Տեսեք, գնահատվում է նաև թե նշանավոր մի վեպ, որտեղ է գրվել այդ տունը, այդ տարածքը, այդ գավառը, այդ նահանգը, երբ պիտի մենք սովորենք այս խնդիրների ուշադրություն դարձնել, որովհետև երբ չկա այդ մշակութային ուղերձը ժողովրդին, շատ բան փչանում է։ Այսօր այն ինչ որ պիտի դառնար Հայաստանի համար ուրախություն, հրճվանք, տեխնիկական նոր միջոցներ են հայտնել, որի համար ես շատ ուրախ եմ, մենք ոչ մեկը չենք ցանկանում հետադարձ, բայց դա դարձել է փորձանք մեզ համար։ Սմարթֆոնները եւ հոգեբանները զգուշացնում են, որ ծանր հետևանքներ ունենում երեխաների դաստիարակության հարցում եւ այդ հետևանքները շատ ավելի վատն են, քան մենք կարծում ենք։ Ահա այսօր մենք խոսելու ենք այդ մասին, սիրելի բարեկամներ, մենք մի տեսանյութ ունենք, որտեղ խոսի մասնագետը այն հարցի մասին, թե ինչ հետևանք է ունենում սմարթֆոնների եւ կախվածություն է առաջանում սմարթֆոններից, լսենք այդ փոքրիկ տեսանյութը, որից հետո մենք կվերադառնանք տաղավար ու կշարունակենք։ Հոգեբանները զգուշացնում են, սմարթֆոնների հետևանքները ձեր երեխաների համար շատ ավելի վատն են, քան դուք կարծում եք։ Այսօր ավելի ու ավելի շատ ծնողներ են մտորում երեխաների համար էլեկտրոնային սարքերի օգուտի եւ վնասների մասին, քանի որ դրանք գնալով ավելի հասանելի են դառնում։ Մի կողմից թվային տեխնոլոգիաները ընդլայնում են մտահորի զոնը եւ նոր ու ծավալուն տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ընձեռում, նպաստում են հաղորդակցմանը։ Մյուս կողմից դրանք ավելի հաճախ են կտրում իրական աշխարհից եւ թմրանյութերից ոչ պակաս կախվածություն են առաջացնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այսօր 8-ից 18 տարեկան երեխաները օրական միջինում 7.5 ժամ են անցկացնում էլեկտրոնային սարքերի դիմաց։ Enter Train-ը ներկայացրել է հոգեբանների մտահոգություններն այն կապակցությամբ, թե ինչի կարող են հանգեցնել այս բացասական միտումները։ Ծնողների հետ մշտական կոնտակտի բացակայությունը մինչև 5 տարեկան երեխաների մոտ կարող է հանգեցնել ուշադրության բացակայության, կոգնիտիվ հապաղումների եւ ուսման մեջ խանգարումների։ Շարժուն խաղերի սահմանափակումը մաքուր օդին դանդաղեցնում են ոչ միայն ֆիզիկական զարգացումը, այլև ուղեղի աշխատանքը։ Լիարժեք քնի հետ կապված խնդիրներ են ծագում։ Ընկնում է ուսման առաջադիմությունը դպրոցում։ Աճում է դաժանությունն ու ագրեսիան։ Հաճախ հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս։ Էլեկտրոնային սարքերը ձեռքից վերցնելու դեպքում հիստերիա է սկսվում։ Եթե դուք նկատեցիք, որ այս կետերից թեկուզ մեկը առկա է ձեր երեխայի մոտ, ապա մտածելու առիթ ունեք։ Սիրելի բարեկամներ, մենք դիտեցինք այս կարևոր տեսանյութը, որը բոլորիս համար
մտահոգություն պիտի լինի եւ մենք պիտի կարողանանք մեր կյանքում շատ վերափոխումներ իրականացնել։ Անպայման մեր կենցաղը խմբագրման կարիք ունի։ Տիկին Մխիթարյան, ինչպես լուծենք այս հարցը։ Նա, որ պիտի մեզ օգներ, այսօր դարձել է մեր կյանքում երիտասարդների դաստիարակության հարցում խանգարիչ։ Ձեր տեսակետից ճարիք նույնիսկ, այո։ Ես նախ շատ համամիտ եմ ձեր այն մտքին, որ մշակութային արժեքների գնահատումը երկրի կողմից, պետության կողմից խիստ անհրաժեշտ է, որը եւ բանալի է դառնում երիտասարդության դաստիարակության համար։ Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ եթե երեխան Թումանյանի Գիգորը չի կարդացել, նա իսկական հայ չի կարող լինել։ Իրոք որ մշակութային արժեքները, որոնք որ ստեղծվել են մեր գրողների կողմից, մեր արվեստագետների, մեր նկարիչների կողմից, դա անհրաժեշտություն է մեր երաժիշտների ստեղծագործությունները, որոնք անհրաժեշտաբար պետք է յուրացնի երիտասարդը, որպես իր բազային գիտելիքներ։ Եվ եթե այսօր մենք կանգնել ենք այն փաստի առաջ, որ երեխան իր ամբողջ ժամանակ անցկացնում հեռախոսների մեջ, սմարթֆոնների մեջ եւ մենք չգիտենք նույնիսկ ինչ է նա դիտում, ինչով է նա հետաքրքրված, որն է մոտիվացիան, ասենք ժամերով կարող են փակվել որևէ սենյակում, չխոսել որևէ մեկի հետ եւ լինել այդ ընկղմված այդ նյութի մեջ։ Դա շատ վտանգավոր երևույթ է եւ իրոք եւ բժիշկները եւ հոգեբանները եւ սոցիոլոգները ճիշտ են, որ այդ կախվածությունը բերում է որոշակի հիվանդությունների։ Ես անձամբ վկա եմ եղել նման բազմաթիվ դեպքերի, երբ երեխան հոգեկան շեղում է ստացել նաև այս պատճառով, նա անդադ հեռախոսի մեջ է, եւ գիտեք ինչ է նայում, կինոներ, որոնք որ շատ հրաշք գործողություններ ա ցուցադրում, նույնիսկ պատշգամբից մեկը թռել էր, ասում է ես ուզում եմ ընդօրինակել այդ կինոնկարի օրինակին, սա ահա որ մի իրավիճակ է, որը որ իրոք մտահոգիչ է, եւ այն հարցին թե ինչ պետք է անել, դաստիարակությունը այնքան լայն, այնքան բազմաշերտ գործունեություն է, որ մեկ դեղատոմսով հնարավոր չի բոլորին ուղղորդել ու ասել, որ վարվեք այսպես կլինի այս արդյունքը։ Շատ հանճարեղ մի միտք կա հունական, ասում է, եթե բոլոր դռները մի բանալիով բացվեին, պետք չէր լինի ոչ դռները, ոչ բանալիները։ Եթե հնարավոր լիներ տալ մի այնպիսի բանալի, որով այսօր մեր ծնողները կառաջնորդվեին եւ կլիներ բացարձակ արդյունք, հնարավոր չի։ Ինչքան էլ որ գիտության մեջ մենք որոնենք միջոցներ, մեթոդներ, կիրառենք այդ մեթոդները, քանի որ յուրաքանչյուր երեխա ունի իր անհատական առանձնահատկությունները։ Մի երեխայի հետ եթե մենք կարող ենք տոտալիտար դաստիարակության մեթոդով բռնությամբ ինչ որ բանի հասնել, որը ընդունելի չէ այսօր, ասենք ճնշումները, արգելքները, ծեծը, դաժանությունը, մի այլ դեպքում կարող ենք հանդուրժողականությամբ առաջնորդվել, որ եւս դաստիարակության սկզբունք է, մեթոդ է։ Սա էլ չի տալիս արդյունքներ, որտեղ մայրը շատ հանգիստ է իրան զգում, որ երեխան ավելորդ հարցեր չի տալիս, այնտեղ մի կողմ քաշված հեռախոսի մեջ է ու ինքը զբաղվում է տնտեսական գործերով։ Եվ վերջապես կա մեր գիտության մեջ մի այլ ոլորտ, որը կարծես միքս է անում այս երկուսը, եւ տոտալիտարը եւ հանդուրժողականությունը, ավտորիտար այդ մեթոդի եւ հանդուրժողականության խառնուրդն է, որ մարդը ծնողը պետք է կարողանա ճիշտ ժամանակին ճիշտ մեթոդ գտնի երեխայի վրա ներգործության, ինքը երեխային լավ է ճանաչում, ինչն է նրա վրա ավելի շատ ազդում, ինչ որ մի բան խոստանալը, ինչ որ մի բանից զրկելը, թե նրա հետ ընկերակցելը։ Ես լիովին համույթ եմ ձեզ հետ, կարողանա որ դուք դրեցիք խնդիրը, եթե խնդիրը կա, բոլոր ծնողներն էլ կաշխատեն այդ ուղղությամբ։ Ես բոլոր դեպքերում միանում եմ մասնագետների այլ մտահոգություններին, որովհետև ակնհայտորեն մենք գործ ունենք կախվածության հետ։ Երեխաները ինչպես նարկոմաններն են թմրանյութերից կախվածության մեջ ընկնում, երեխաները կախվածության մեջ են այս էլեկտրոնային սարքերից։ Եթե ծնողները սա գիտակցում են, անպայման կարող են փոփոխություններ առաջ բերել։ Բացի այդ, ուշադրության պակասը ակնհայտ է
ծնողները չի ժամանակ են հատկացնում երեխաներին, նույնիսկ երեխաներից մեկը դպրոցում շարադրություններ գրել, ինչ եմ ուզում դառնալ, գրել էր ուզում եմ դառնալ սմարթֆոն եւ բացատրել էր թե ինչու, որտեւ եւ մայրիկը եւ հայրիկը ավելի շատ ժամանակ են անցկացնում սմարթֆոնի հետ։ Սա ակնհայտ է, որ պիտի անպայման դադարեցնենք մեր հասարակական տրանսպորտում, մեր դպրոցներում, ամենուր, որտեղ մեծահասակները հայտնվում են, ցերկներին գիրք պիտի լինի։ Այո, որտեղ մենք տրանսպորտում կարդացող ժողովուրդ ենք, մենք գիրք սիրող ժողովուրդ ենք, գրադարանները լեփ-լեցուն պիտի լինեն եւ այդ պատճառով էլ ահա ես կարծում եմ, որ մեր ծնողները նկատի կունենան այս հանգամանք, բոլոր դեպքերում փոփոխություն լինելու է, որտեղ մեր հասարակությունը առողջ հասարակություն է։ Առավել եւս որ մենք արդեն նկատում ենք դպրոցում ագրեսիայի աճ, ամենափոքրիկ տարաձայնությունը վերածվում մեծ սարսափելի հանցագործության հենց դպրոցականների կատարմամբ եւ արդեն թմրանյութերն են հայտնվել երեխաների ուշադրության կենտրոնում, հետեւաբար ապաղել չենք կարող, ակնհայտ է որ պիտի մենք փոփոխություն առաջ բերենք այս հարցում եւ բացի նայած խնդիրը դժվարանում են նաև նրանով սիրելի բարեկամներ, որ երեխաների զարգացումը հապաղում է, երեխաները սկսել են ուշ խոսել, չեն կարողանում կենտրոնանալ որևէ հարցի վրա եւ մտավոր զարգացումը, հոգեվոր զարգացումը իրենց մոտ ակնհայտորեն դանդաղում է։ Սիրելի բարեկամներ, եւս մի տեսանյութ ունենք, որտեղ պիտի խորհուրդներ հնչեն ծնողներին, եկեք դիտենք այդ տեսանյութը, որից հետո վերադառնանք տաղավար ու կշարունակենք։ Ես առանձնացրել եմ մի քանի պատճառ, որոնք նպաստում են խոսքի զարգացման ուշացման։ Երեխայի հետ քիչ խոսելը։ Այն երեխաները, որոնց հետ ծնողները քիչ են խոսում, նրանք քիչ են լսում, հետևաբար խոսքի զարգացումը կուշանա։ Երբ երեխան օտար լեզուներով մուլտֆիլմեր է դիտում, նրա խոսքի զարգացումը կուշանա, քանի որ մի քանի լեզու խառնվում է իրար, եւ երեխան ի վիճակի չէ միաժամանակ դրանք սովորել։ Երբ երեխան վատ է լսում, նրա խոսքի զարգացումը կուշանա, քանի որ երեխան լսելով է սովորում խոսել, հետևաբար եթե չլսի, նրա խոսքը կուշանա։ Եվ ծնողները կամ նրանցից որևէ մեկը ուշ է սկսել խոսել։ Երեխայի մոտ առաջանում է ժառանգական նախատրամադրվածություն, եւ նա եւս կարող է ուշ սկսել խոսել։ Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն խոսքի զարգացմանը։ Երեխայի հետ շատ խոսեք, դա արեք վաղ տարիքում։ Նրան ասեք բառեր եւ խնդրեք, որ կրկնի։ Շատ կարեւոր է, որ խոսեք մեղմ, քնքուշ տոնայնությամբ, որպեսզի լսելի լինի ձեր խոսքը։ Եվ երբ արտասանում է իր առաջին բառը, խրախուսեք նրան, նույնիսկ եթե սխալ է արտասանում։ Օտար լեզուներով մուլտֆիլմեր դիտելիս իջեցրեք ձայնը եւ մայրենի լեզվով բացատրեք, թե ինչ է կատարվում։ Այսպես երեխան նախ կսովորի իր մայրենի լեզուն, չի խառնի մի քանի լեզու եւ խոսքի զարգացումը կլինի ժամանակին։ Թող նախ տիրապետի մայրենի լեզվին, հետո շատ հեշտությամբ կսովորի ցանկացած օտար լեզու։ Կարդացեք գրքեր, բանաստեղծություն արտասանեք եւ երգեք նրա համար։ Այսպես երեխան լսում է անաղարտ գրական լեզուն եւ նույն ձևով էլ կարտաբերի։ Եվ խոսքը կլինի մաքուր եւ անաղարտ։ Սիրելի բարեկամներ, մենք տեսանյութը դիտեցինք, որի ուղերձը շատ ակնհայտ է, որ պետք է ծնողները շատ լուրջ աշխատանք տանեն երեխաների հետ, շատ ժամանակ հատկացնեն, որտեղ արդեն իսկ արկա են երեխայի մտավոր հոգևոր զարգացման խանգարումներ։ Տիգին Մխիթարյան, կուզեմ ձեր կարծիքը լսել, ինչ խորհուրդ եք տալիս մեր ծնողներին։ Հաճույքով, ես մեր ծնողներին խորհուրդ կտայի հետևյալը։ Ընդհանրապես դասական մանկավարժության մեջ ընդունված է ասել, որ երեխաների դաստիարակության մեջ կա երկու շատ կարևոր հանգամանք։ Առաջինը դա սեփական օրինակն է։ Ծնողների սեփական օրինակը, ինչպիսին է նրանց վարքը, պահվածքը։ Եթե ծնողները ամբողջ օրը իրոք հեռախոսների մեջ են, նրանք չեն կարող արգելեն երեխային, որ շեղվի այդ ցանկությունից։ Եվ ամենակարևորը ընդհանրապես սկսած դեռևս Մակարենկոյից խորհուրդ էր տալիս, ասում էր գլուխ դրեք երեխայի հետ։ Այո։ Փոքրը, որը որ նրան նույնիսկ ինչուիկներ ենք մենք անվանում, անընդհատ ուզում է աշխարհը սովորել։ Նրա սոցիումը սկսվում է նրանից, որ կենսափորձ է ձեռք բերում, իրենից մեծերի փորձը յուրացնում է, եւ ինչ որ տեսնում է դա է սովորում։ Այ պատկերացրեք, ասենք, երեխան ծնվել է եւ ծխախոտ չի տեսել, երբևէ որևէ ծխող մարդու չի տեսել։
Նա հոգյուտ չի անելու ծխախոտի։ Այս նշանակում է, որ երեխան յուրացնում է այն, ինչ կա շրջապատում, այն, ինչ ցույց են տալիս իր ծնողները։ Եվ այս պատճառով ես կցանկանայի, որ մեր ծնողները հնարավորինս գլուխ դնեն երեխայի հետ, ուշադիր լինեն նրա բոլոր գործողությունների նկատմամբ։ Այլապես ուշացած կլինեն։ Դուք հիշում եք Մակարենկոյի հանճարեղ միտքը ասում է, թե մեկ ամսական երեխայի մայրը դիմում է, ասում է, ուզում եմ լավ դաստիարակել երեխայիս, ասում է, ցավոք մեկ ամսով ուշացել ես։ Եթե մենք ուշադիր ենք մեր երեխաների վարքի նկատմամբ, ապա ուշացած չենք լինի։ Հիշում եմ իմ մանկությունը, քանի որ դուք էլ զրույցի ժամանակ հիշեցիք Արցախը, այն կյանքը, որ չքնաղ Արցախում երեխաները վայելել են, ես էլ լորեցի եմ եւ հիշում եմ իմ մանկությունը, հայրիկիս հետ տարիներ շարունակ ֆուտբոլ ենք խաղում եւ մաքուրոթում եւ տունը որտեղ ծնվել եմ, Վանաձոր քաղաքի մասին է խոսքը, դիմացը սարեր են եւ առավոտ 10-ից ես բարձրանում էի սարեր, ամբողջ օրը բնության մեջ արտակարգ հետաքրքիր վերադառնում էինք տուն։ Ձերի բարեկամներ, այցեմ կարծում եմ ժամանակն է ամփոփելի մեր զրույցը, ես մասնագետների կարծիք շատ կարևորում եմ եւ այո, պետք է մեր ծնողները շատ մեծ ժամանակ հատկացնեն երեխաների հետ շփման համար, որովհետեւ այդ շփումն է, որ առաջացնում բնականon մի կենսակերպ, որի մեջ երեխան անպայման կաճի, անպայման կզարգանա։ Ոչ ոք չի արգելում եւ չենք ասում մուլտֆիլմեր թող երեխաները չդիտեն, բայց եթե օտար ֆիլմ եք դիտում, երեխան դիտում է օտար ֆիլմ, օտար լեզվով, հատկապես այն տարիքում, երբ իր խոսքը պիտի զարգանա, ես պիտի խնդրեմ, որ ծնողները ուղղակի իջեցնեն ձայնը, ձայն չլսվի, եւ ծնողը ինքը բացատրի, թե ինչ է կատարում այդ մուլտֆիլմի մեջ։ Երկու լեզու երբ խառնվում են իրար, երեխայի զարգացումը անպայման դանդաղում է, դա ակնհայտ է։ Բացի այդ, պետք է քնքուշ ու նուրբ լինենք երեխանին դաստիարակելիս, երեխան պիտի նաեւ իմանա, որ վատ արարքի համար երբեք ինքը գովեզ չի ստանալու, ընդհակառակը ծնողը պիտի կարողանա նաև ցույց տալ սխալը եւ երեխան որպեսզի չկրկնի նաև այդ սխալը։ Ապա շատ կարևոր եմ համարում հետեւյալը, երեխաների հետ գրքեր կարդացեք, սիրելի ծնողներ, գրքեր կարդացեք, միասին քննարկեք, արտասանեք, երգեք նրա համար եւ թող ինքը մասնակցի այդ հաճելի պահին, երեխան այդպես կսովորի անաղարտ հայոց գրական լեզուն եւ նրա խոսքը կլինի մաքուր, անարատ հայեցի։ Սա սիրելի բարեկամներ, այն կարևոր իրողությունն է, ինչ որ մենք պիտի հաշվի առնենք եւ փորձենք մեր երեխաներին տանել ճիշտ ճանապարհով։ Իսկ առհասարակ ավելացնեմ հետեւյալը. եթե մեր ընտանիքներում այս հարցը կարևորվի, ես լավատես եմ, Տիկին Մխիթարյան, ես կարծում եմ, որ մենք այս իրավիճակը հաղթահարելու ենք, միայն խնդիրն այն է, որ նման հաղորդումներ շատ լինեն։ Մեր հեռուստաեթերում պիտի այո խոսակցություն լինի մեր երիտասարդների դաստիարակության ուղղված, պիտի հանդես գան, խոսեն մեր հոգեբանները, մեր մանկավարժները խոսեն այդ մասին, որովհետև ամենակարևոր հարցը սիրելի բարեկամներ սա է։ Եթե մենք ուշադրություն դարձնենք այս հանգամանքին, ապա շատ լուրջ փոփոխություններ կլինեն մեր հասարակարգում։ 60-ական թվականներին Միացյալ Նահանգներում պետությունը հայացքը ուղղել էր դեպի դպրոց, որտեղ ուզում էր հայտնաբերել տաղանդավոր մարդկանց։ Դեռ աշակերտ։ Ու այդ տաղանդավոր աշակերտներին բնականաբար գտան։ Ինչպես այսօր, եթե դուք փորձեք պետական մակարդակով ուսումնասիրել մեր դպրոցական կյանքը, այնտեղ էլ դուք կհանդիպեք տաղանդավոր շատ երիտասարդների։ Այդ է պատճառը, որ եթե ուշադրություն ենք դարձնում խնդրին, ապա հարցը արդեն ուրվագծվում է, տեսանելի է դառնում մեզ համար։ Անչափ ճշմարիտ եք, ես կավելացնեի, որ ընդհանրապես եւ հասարակության մեջ եւ երեխաների մեջ պետք է ձևավորել ազատությունից օգտվելու մշակույթ։ Գիտեք, մեր ծնողները մտածում են, որ եթե ազատություն են տալիս երեխային, իրենք շատ ավելի կոռեկտ են, շատ ավելի մշակույթով բարձր անհատներ են, երեխան ազատ է եւ դեռ ավելին, տեսեք, սրանից ուղիղ 100 տարի առաջ 1925 թվականին է ընդունվել երեխաների պաշտպանության օրը այս որոշումը եւ 100 տարի շարունակ մտածում են, որ երեխաների պաշտպանությունն է անհրաժեշտ, նրանց իրավունքների պաշտպանություն եւ այսօր շատ հաճախ
տգետ ծնողը մտածում է, որ եթե անուշադրության է մտնել երեխային, թույլ է տվել, որ նա իր ազատությունից օգտվի։ Մինչդեռ ազատությունից օգտվելու մշակույթ է պետք ձևավորել։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ ծնողները եւ երեխաները պետք է գիտակցեն դա։ Անպայման եւ նաեւ պիտի ավելացեմ սիրելի բարեկամներ, որ մենք շատ քիչ բան ենք պատրաստել մեր երեխաների համար։ Նույն համացանցը մեր երեխաները լսում են օտար խոսքեր, դիտում են օտար ֆիլմեր, բայց երբ փորձում ենք հայկական դրանց տարբերակները գտնել, ապա ուրեմն այս ուղղությամբ պիտի աշխատել մեր ռեժիսորները, մեր ֆիլմարտադրողները պիտի այդ մասին մտածել, մեր երեխաների համար հոգևոր սնունդ պիտի ստեղծել, որը մենք այսօր չունենք։ Բայց կունենանք անպայման, ես ուզում եմ սիրելի բարեկամներ, իմ հյուրին Անտիկին Արտիկ Մխիթարյանին հայտնել խորին շնորհակալություն այսօրվա կարևոր զրույցի համար։ Իսկ ձեզ սիրելի բարեկամներ ասում եմ ցտեսություն, միշտ նոր հանդիպում։